Բիկինի զոնայի Ալեքսանդրիտը շատ ցավոտ է, այս հարցը շատ են տալիս, ես էլ էի տալիս միջև անելը, տանջվելով այս հարցի շուրջ, անընդհատ ձգձգում էի տարիներով ու չէի անում բիկինի զոնայի Ալեքսանդրիտ։ Ցավը անշուշտ անհատական է, բայց իմ կարծիքով, այո, ցավոտ է բիկինի զոնայի Ալեքսանդրիտը, բայց շատերը գիտեն, որ պրոցեդուրայից մոտավորապես 30-ից 60 րոպե առաջ հաստ շերտով մաքուր և չոր վիճակում կարելի է այդ հատվածին քսել լիդոկային մածուկ, այնուհետև փաթաթել այդ շերտը սննդային թաղանթանյութով ու խորհրդատրվում լիդոկայինը թողնել այդ հատվածում ոչ ավելի քան 60 րոպե, այլապես հնարավոր է տոքսիկ դառնալ, համենայն դեպս ես այդպես եմ կարդացել լիդոկայինի կողմնակի ազդեցությունների մասին։ Մարդիկ կան, ովքեր մտածում են, որ լիդոկայինը քսելը պարզապես պլացեբո է։ Ես որպես էքսպերիմենտների սիրահար որոշեցի 2 անգամ փորձել բիկինի լազեր Ալեքսանդրիտի այդ հատվածում առանց լիդոկային քսելու եւ ինձ համար ամենևին էլ պլացեբո չէր։ Եթե քսում եմ լիդոկայինը, կարելի է ցավը գնահատել 10-ից 6, իսկ եթե չեմ քսել լիդոկային, ցավը երևի թե 10-ից 8։ 1-7, բայց հիմնականում 8։ Արդեն 6 անգամ է ինչ կատարել եմ Ալեքսանդրիտ բիկինի հատվածում եւ այդ 6-ից 4 անգամը հաստ շերտով քսել եմ այս լիդոկայինը։ Անձամբ ես կատարում եմ Ալեքսանդրիտ մազահեռացում ամբողջ մարմինը անթերիսում։ Անձամբ ես սպասարկվում եմ Կասկադի մասնաճյուղում Մարիանայի մոտ, գիտեմ շատերին հետաքրքրում է, թեև իրենց բոլոր մասնագետները իմ կարծիքով շատ հմուտ են, շատ գրագետ։ Հիմա ասում եմ կոմենտներում գրեք, եթե դուք կատարում եք բիկինի զոնայում Ալեքսանդրիտ, արդյոք ձեր համար ցավալի է, թե ոչ, արդյոք օգտագործում եք ինչ-որ ցավազրկող մածուկ, ինձ իսկապես հետաքրքիր է, եկեք քննարկենք։